շատ սիրելի հետևորդներ, ինչպես եք թանկագիրներս։ Մեր մոտ գարնանային գեղեցիկ օրերը արդեն բացվել էին, մեր ծառերը արդեն ծաղկում են, կնկարեմ մի անգամ ցույց կտամ, որ ժամանակ ունենամ, որովհետև այնպիսի օրերին եմ գալիս նկարահանումներ անում, որ ժամերը չի համընկնում, կամ արդեն երեկո է լինում, կամ առավոտը շուտ է լինում, կամ մի քիչ ցուրտ է լինում, մի խոսքով, ժամանակս չի հերիքում, բայց խոստանում եմ, երբ որ այգին արդեն գեղեցիկ ծաղկած, գեղեցիկ կանաչ վիճակում լինի, ինչու ոչ, նաև տեսանյութ կնկարեմ այնտեղ ու կարևորը որ իմ Անահիտ լինել հարմար լինի, որովհետև ինքն էլ է ուշ գալիս ու չի հարմարվում, որպեսզի նկարահանումներ անենք։ Սիրելիներս, այսօր հետաքրքիր տորթ եմ պատրաստելու, մի քիչ ձևափոխված իմ կողմից գազարով տորթ եմ պատրաստելու, հարիճ չեմ օգտագործելու, դրա հավեսն էլ չունեմ, որ հանեմ, մենակ կրեմի ժամանակ կհանեմ, փոքրիկ հարիճս դրանով կպատրաստեմ։ Ուրեմն 3 ձու ենք օգտագործելու, մի փոքրիկ այսպես կխառնենք, նախապես աղն էլ ավելացնեմ ու անցնեմ առաջ, մի փոքրիկ այսպես, փոքրիկ գթալի այս չափով մի պտղունց, այսպես ասեմ, ավելացնում ենք ու լավ այսպես խառնում ենք։ 200 գրամ շաքարավազը ես փոխեցի 150 գրամ շաքարավազով, այսինքն կրճատել եմ 50 գրամը, բաղադրատոմսի մեջ մեղրել կար, դա էլ եմ հանել, մի քիչ ուզում եմ քաղցրությունը քչացնել, որքան հնարավոր է։ Էլի սենց մի լավ կխառնենք, ձեթն ենք ավելացնում, սիրելիներս, ձեթը 100 միլիգրամ է, միլիլիտր, գրամ, միլիլիտր, հիմնականում նույն չափով է գալիս, սա էլ էսպես մի լավ խառնում ենք։ Հիմա հերթը հասավ համեմունքներին, ինչ եմ ասում համեմունքներին, որովհետև տորթը համեմունքներով է, սիրելիներս, օգտագործելու ենք քրքում, կուրկումա, շատ օգտակար է իդեպ, առանց հոտ է, բայց գեղեցիկ գույն է տալիս ու կարևորը շատ օգտակար է, այ որ հետաքրքրվեք կտեսնենք։ Մի քիչ, շատ քիչ ավելացնում ենք, այսքան, կես թեյի գթալի չափով, ավելացնում ենք դարչին, սա էլ է ըստ ճաշակի, դուք կարող եք շրջանցել այս հատվածը, էլի կես թեյի գթալի չափով, այստեղ դնեմ, ու վանիլին, համեմունքներից այսքանը, աղը արդեն ավելացրել ենք։ Հիմա մի լավ խառնում ենք։ Իդեպ երբ որ քրքում է օգտագործվում թխվածքաբլիթների մեջ կամ տորթերի մեջ անուշ գեղեցիկ գույն է լինում ու օգտագործում է նաև բրինձ պատրաստելուց։ Եվ գույնն է գեղեցիկ լինում, ամենակարևորը շատ օգտակար է։ Եթե կարողանում եք օգտագործեք։ Սա մի լավ այսպես խառնեցինք ու ավելացնում ենք, սիրելիներս արդեն գազարը վաղուց եմ քերիչով անցկացրել, գույնը փոխում է, դուք տեղում կանեք, 220 գրամ եկավ, 3 հատ գազար եմ քերիչով անցկացրել, մոտավորապես 220 գրամ է։ Դե 10 գրամ էսկոմենկոն ոչինչ չի փոխում ու իդեպ ասեմ, որ գազարի հոտը համը չի գալիս բիսկվիտից ու տարօրինակ հոտեր չի լինում, հակառակը շատ համեղ է լինում ու հետաքրքիր է լինում։ Իդեպ ասեմ, որ շաքարավազը կարող եք փոխարինել մեղրով, եթե ուզում եք ավելի օգտակար լինի։ Հիմա ունեմ 170 գրամ ալյուր, ավելացնում եմ 1 թեյի գթալ սոդա, մի լավ խառնում ենք, ջեռոցը նախապես արդեն տաքացվել է, սիրելիներս, 180 աստիճանում ենք թխելու, վերև ներքևը միացված ռեժիմով։ Եթե օդափոխիչը միացված է, խնդիր չկա, բայց աշխատեք, եթե լինում է անջատել, անջատել։ Իմ ջեռոցը չի լինում, այնպես որ ես չեմ կարողանում անջատել։ Ու ավելացնում եմ ալյուրը։ Շատ պինդ խմոր պետք է չստացվի։ Աշխատեք միջարաշահեք ալյուրի չափը, կարող է ձեզ թվա, որ թանձր է կամ ջրիկ է, եթե դուք ճիշտ չափաբաժնով պատրաստեք, իհարկե մեկի մոտ կարող է մի քիչ շատ, մի քիչ քիչ պահանջվի, որովհետև գազարի որակ կա, ձվի չափ կա, շատ տարբեր հանգամանքներ կան, որ պետք է հաշվի առնեք։ Հիմա տեսեք, այսպիսի խմոր պետք է լինի։ Ոչ ջրիկ է, ոչ էլ թանձր խմոր է։ Միջին թանձրության խմոր։ Վերջ, խմորը պատրաստ է, որպեսզի ուղարկենք ջեռոցի թավայի մեջ,
որը ունի 30-40 չափ, ինչպես միշտ ստանդարտ չափն է։ Մի հատ բիսկվիտ ենք թխելու, հետո երկու մասի ենք բաժանելու ու կրեմ ենք պատրաստելու։ Վերջ, պատրաստ է սիրելիներս, ուղարկում ենք ջեռոց, մոտավորապես 25-30 րոպե տևելու է, որ պատրաստ լինի, հետո կհանդիպենք։ Սիրելիներս, մոռացա նախապես նկարեմ, ուրեմն 250 մլ սերուցքը մեկ ճաշի գթալ խտացած կաթով եւ վանիլինով հարում եմ, հետո կավելացնեմ մասկարպոնե պանիր։ Ավելացնում եմ 250 գրամ սերուցքային պանիր, իմ մոտ մասկարպոնե է։ Ու նորից հարում եմ, ստացվելու է թեթև պաղպաղակի նման համեղ կրեմ։ Սովորաբար, երբ որ սերուցքը բուսական չի, կենդանական է լինում, սիրելիներս, այսպիսի հարմար տարայի մեջ եմ անում, որ կողքերից, գիտեք, սերուցքը հարելուց լավ կեղտոտվում է շրջապատը ու գեղեցիկ բան չի ստացվում, այնպես որ այսպիսի ամաների մեջ եմ պատրաստում, ավելի հարմար է։ Տեսեք, այսպիսի կրեմ ստացվեց, ոչ շատ ձիգ, ոչ էլ շատ պինդ։ Սիրելիներս, մեր թեթև, փոքրիկ, նուրբ բիսկվիտը պատրաստ է։ Թողնում ենք հովանա, որ անցնենք առաջ։ Մինչ կհովանա, ես երկու մասի կբաժանեմ բիսկվիտը։ Տեսեք ինչքան նուրբ է ստացվել։ Շատ նուրբ ու փափուկ է։ Թողնում ենք մի փոքրիկ հովանա, որպեսզի հավաքենք տորտը։ Սիրելիներս, կրեմ պատրաստ է արդեն տեսել եք ինչպես եմ պատրաստել, իսկ երեսին շոկոլադ եմ հալեցնելու 100 գրամ շոկոլադ, հիմա ցույց կտամ, չգիտեմ էլ ուր եմ դրել։ Հեսա բերեցի 100 գրամ սովորական դառը շոկոլադ ունեմ եւ 50 մլ կաթ, սովորական կաթ է, կամ միկրոալիքային վառարանում հալեցրեք ուղղակի, խառնեք, ես ինձ այդպես էլ անելու եմ, կամ էլ գորոշու վրա, ինչպես որ ձեզ հարմար է, սիրելիներս։ Վերջում եք շատ քիչ, 20-30 գրամ կամ ձեթ ավելացրեք, կամ կարակ, ես ձեզ ցույց կտամ ինչպես եմ անում, որպեսզի գեղեցիկ փայլ ունենա։ Հիմա ես կդնեմ այստեղ, կհալեցնեմ։ Եթե միկրոալիքային վառարանում եք հալեցնելու, խորհուրդ եմ տալիս երկար չպահեք, շատ քիչ վայրկյաններում, որպեսզի չվառի շոկոլադ, հատկություն ունի շատ շուտ վառելու։ Ավելի լավ է կտորներով պահեք ներսում, խառնեք, ինքը շատ հեշտ կլուծվի։ Այ հիմա լավ խառնում եմ, այնքան եմ խառնելու, որ ստացվի լավ փայլող զանգված։ Երբ որ տաք է, հիմա կավելացնեմ նաև մի փոքրիկ կարակ։ Ինքը սառելուց լավ թանձրանալու է, հանկարծ չփորձեք ուրիշ բան ավելացնեք, չմտածեք։ Այսպես մի քանի կտորից եմ արվում, որպեսզի հեշտ հալվի ու կարագի կտորները չերևան։ Ու շարունակում եմ հարել, այսպես մինչև սիրուն հալվի։ Ու կստացվի գեղեցիկ ջնարակ, արագ պատրաստվող, հեշտ պատրաստվող, արդյունքում համեղ եւ շատ գեղեցիկ։ Տեսեք որքան փայլուն ու գեղեցիկ ջնարակ ստացան։ Սիրելիներս, եթե օգտագործելու եք կաթնային շոկոլադ, 50 մլ կաթը շատ է։ Մի քիչ քչացրեք, որովհետև ամեն դեպքում դժվար է պնդանում կաթնային շոկոլադով պատրաստված ջնարակը։ Սկսում ենք հավաքել տորթը։ Սիրելիներս, ես այնքան շատ եմ սիրում այս կրեմը, չեք պատկերացնի։ Ամենահամեղ կրեմն է երևի իմ համար։ Նախ արագ է պատրաստվում, պրակտիկ, արագ։ Երբ ուզես, եթե սառնարանում ունես բաղադրիչները, մի վայրկյանում պատրաստ է։ Ու պաղպաղակի համ ունի, թեթևություն ունի, իրականում շատ համեղ է լինում։ Հիմա երեսի շերտին էլ ենք կրեմ քսում, երեսի շերտը ես միշտ հակառակ ուղղությամբ եմ դնում, որովհետև նախ հեշտ է կրեմ տարածելը ու ավելի ոչ թե հեշտ է միայն, այլ ավելի հարթ է, ավելի գեղեցիկ է ստացվում այդպես։
Սիրելիներս, ես մի քիչ ուշացա, այսպես ասած, արդեն ջնարակը շատ էր պնդում, գիտեք, շոկոլադից էր պատրաստված, այնպես որ արագ պետք է տարածենք։ Քանի որ հետո երեսից էլ կարամելով ենք զարդարելու, այնպես որ արագ ենք աշխատում։ Այսպես գուշությամբ պետք է տարածենք, քանի որ կրեմի վրայից ենք տարածելու, մի քիչ զգուշ ենք աշխատում, որպեսզի շատ չխառնվի։ Որ խառնվի, էլի խնդիր չկա, միևնույն է, ուտելու եք, չէ՞։ Ես ինչպես եմ միշտ ասում, տնական խմորեղեններ են, խանութից հատուկ կտրված, հատուկ եսիմ ինչ խմորեղեններ չի, ես ձեզ միշտ էլ ասել եմ, ձեզ սովորեցնում եմ տնական խմորեղեններ, ինչպես պատրաստենք ընտանիքի անդամներին գոհացնելու համար։ Սովորական էփած խտացած կաթ է, սա պարտադիր չի, կարող եք չանել։ Ես ուղղակի զարդարելու համար եմ անում։ Սիրելիներս, ուղարկում ենք սառնարան, թողնում ենք 2 ժամ սառնարանում, հետո հանգիստ կարող ենք կտրել։ Սիրելիներս, տեսակ ինչքան լավ ստացվեց, որքան լավ ստացվեց, իմիջիայլոց տեսեք, ես ընդամենը 1 ժամ պահեցի սառնարանում, որովհետև ինչպես միշտ շտապում եմ, իսկ կտորը տեսեք, որքան գեղեցիկ, լավ թխված, նուրբ, ընտիր տորթ է ստացվել, այնպես որ պատրաստեք ու անուշարեք, իդեպ կարող եք ընկույզ էլ ավելացնել խմորի մեջ, բայց այս անգամ առանց ընկույզ ենք պատրաստում։ Մի քիչ փոփոխություն ու արդյունքում շատ համեղ խմորեղեն։ Դե ինչ սիրելիներս, ես հիմա կփորձեմ ձեզ կասեմ հոմ ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, բարի օր եւ բարի երեկո բոլորին։ Խաղում է վերանում, ընկերներ։